Բարի գալուստ բուժատետր։ Մինչ թողարկմանը անցնելը մեկնաբանությունների հատվածում նշեք, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Մշտական հոգնածության զգացումը, որը բժիշկները երբեմն անվանում են քրոնիկ հոգնածություն, ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից է։ Շատ հաճախ մարդիկ կարծում են, թե պատճառը պարզապես քիչ քնելն է, սակայն իրականում մեր օրգանիզմը էներգիայի պակասի մասին ահազանգում է ամենատարբեր պատճառներով։ Եկեք մանրամասն, պարզ եւ հասկանալի լեզվով քննարկենք, թե ինչու եք ձեզ անընդհատ հոգնած եւ սպառված զգում եւ ինչպես է հնարավոր վերականգնել ուժերը։ Պատճառ առաջին՝ կենսակերպ եւ առօրյա սովորություններ։ Ամենապարզ, բայց միևնույն ժամանակ ամենահաճախ անտեսվող պատճառները թաքնված են մեր օրվա ռեժիմի մեջ։ Քնի որակը, ոչ թե միայն քանակը։ Դուք կարող եք անկողնում անցկացնել 8 կամ նույնիսկ 9 ժամ, բայց միևնույն է արթնանալ առավոտյան ջախջախված վիճակում։ Ինչու՞։ Պատճառ առաջին՝ մակերեսային քուն։ Եթե գիշերը հաճախ եք արթնանում, թեկուզ մի քանի վայրկյանով, որ չեք էլ հիշում, ձեր օրգանիզմը չի հասնի խորը քնի փուլին, որի ժամանակ տեղի է ունենում հյուսվածքների եւ էներգիայի հիմնական վերականգնումը։ Հաջորդը էկրաններն են։ Քնելուց առաջ հեռախոսով կամ հեռուստացույցով կապույտ լույսին նայելը խաբում է ուղեղին, ստիպելով կարծել, թե դեռ ցերեկ է։ Սա կանգնեցնում է մելատոնինի, քնի հորմոնի արտադրությունը։ Հաջորդը սննդակարգ եւ շաքարային ճոճանակներ։ Այնինչ ուտում ենք մեր վառելիքն է։ Եթե վառելիքը որակյալ չէ, մեքենան լավ չի աշխատի։ Արագ ածխաջրեր, երբ քաղցրեղեն, սպիտակ հաց կամ արագ սնունդ եք ընդունում, արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ է բարձրանում։ Դուք զգում եք էներգիայի հոսք, սակայն օրգանիզմը արագ արտադրում է ինսուլին, այդ շաքարը նվազեցնելու համար եւ արդյունքում շաքարի մակարդակը ավելի ներքև է թռչում, քան կար սկզբում, եւ դուք զգում եք ձեզ ավելի հոգնած, քան ուտելուց առաջ։ Եվ սպիտակուցների եւ ճարպերի պակասը։ Եթե ձեր սննդակարգում քիչ են առողջարար ճարպերը, ձուկ, ընկուզեղեն, ձիթապտղի յուղ եւ սպիտակուցները, միս, ձու, լոբազգիներ, օրգանիզմը չի ստանում երկարատև եւ կայուն էներգիա։ Մշտական հոգնածության հաջորդ պատճառը ջրազրկումն է։ Սա հոգնածության ամենաթաքնված պատճառներից է։ Երբ օրգանիզմում ջրի քանակը նվազում է նույնիսկ 1-2%-ով, արյունը թանձրանում է, եւ սիրտը ստիպված է լինում ավելի մեծ ճնշմամբ եւ ծանր աշխատել, որպեսզի թթվածին եւ սննդանյութեր հասցնի բջիջներին եւ ուղեղին, եւ արդյունքը դանդաղկոտություն եւ հոգնածություն։ Հաջորդ պատճառը նստակյաց կյանքն է։ Որքան քիչ եք շարժվում, այնքան ավելի ձեզ հոգնած եք զգում։ Պարադոքս է, այնպես չէ։ Ֆիզիկական պասիվությունը թուլացնում է մկանները եւ սիրտանոթային համակարգը։ Մարզումները կամ պարզապես ակտիվ քայլքը խթանում են էնդորֆինների, ուրախության հորմոնների արտադրությունը եւ բարելավում արյան շրջանառությունը։ Հաջորդ պատճառը թաքնված բժշկական եւ օրգանական պատճառներն են։ Եթե ձեր քունը եւ սնունդը կարգին են, բայց հոգնածությունը չի անցնում, ժամանակն է ուշադրություն դարձնել ներքին օրգանների աշխատանքին։ Առաջին պատճառը անեմիան է, սակավարյունությունը։ Սա հատկապես հաճախ հանդիպում է հենց կանանց մոտ։ Անեմիայի դեպքում արյան մեջ պակասում են կարմիր գնդիկները կամ հեմոգլոբինը, որոնք պատասխանատու են թթվածինը թոքերից դեպի մարմնի բոլոր բջիջներ տեղափոխելու համար։ Եվ առանց բավարար թթվածնի ձեր մարմինը պարզապես խեղդվում է եւ չի կարողանում էներգիա արտադրել։ Հաջորդ պատճառը վահանաձև գեղձի խնդիրներն են, հատկապես հիպոթիրեոզը։ Վահանաձև գեղձը պարանոցի առջևի մասում գտնվող թիթեռնաձև օրգանը մեր մարմնի մետաբոլիզմի կառավարիչն է։ Այն որոշում է, թե ինչ արագությամբ սնունդը վերածի էներգիայի։ Եթե այս գեղձը թերաշխատում է, օրինակ արտադրում է քիչ հորմոններ, մարմնի բոլոր պրոցեսները դանդաղում են, սրտի զարկերը նվազում են, մաշկը չորանում է, քաշնավելանում է, դուք ձեզ զգում եք ինչպես ձմեռային քուն մտնող արջ։ Հաջորդ շատ կարևոր պատճառները՝ վիտամինների եւ միներալների քրոնիկ պակաս։ Վիտամին D։ Մեր ուրերում գրեթե բոլորն ունեն այս վիտամինի պակասը, քանի որ քիչ ենք լինում արևիտակ։ Վիտամին D-ն ուղղակիորեն կապված է իմունիտետի եւ էներգիայի մակարդակի հետ։ Հաջորդը վիտամին B12։ Այս վիտամինը անհրաժեշտ է նյարդային համակարգի եւ արյան բջիջների ձևավորման համար։ Նրա պակասը բերում է ուժեղ հոգնածության եւ ուղեղի մառախուղի, երբ դժվարանում եք կենտրոնանալ։ Եվ հաջորդ պատճառը մագնեզիումն է։ Մագնեզիումը մասնակցում է օրգանիզմում էներգիայի ստացման ավելի քան 300 քիմիական ռեակցիաների։ Պակասի դեպքում մկանները լարված են մնում, իսկ քունը վատանում է։ Հաջորդը գաղտնի բորբոքումներ եւ ինֆեկցիաներ։ Երբեմն մարմնում ընթանում է թույլ աննկատ բորբոքային պրոցես կամ վիրուսային վարակ։ Օրինակ, անցյալում տարած COVID-19 հետևանքները կամ Էփշտեյն-Բար վիրուսը։ Իմունային համակարգը 24/7 ռեժիմով հսկայական էներգիա է ծախսում այդ վարակի դեմ պայքարելու համար եւ ձեզ ոչինչ չի մնում առօրյա կյանքի համար։
Հաջորդը քնի ապնոյ է։ Սա մի վիճակ է, երբ քնած ժամանակ շնչառությունը մի քանի վայրկյանով պարբերաբար կանգ է առնում։ Ուղեղը զգալով թթվածնի պակաս, սթրեսային ածանշան է տալիս եւ արթնացնում օրգանիզմը, որպեսզի շունչ քաշի։ Իհարկե, դա դուք չեք հիշելու, բայց արդյունքում քունը լիովին խախտվում է։ Եվ հաջորդ պատճառը հոգեբանական եւ էմոցիոնալ գործոններն են։ Մեր ուղեղն ու մարմինը կապված են անքակտելի թելերով։ Հոգեկան ծանրաբեռնվածությունը ֆիզիկականից պակաս էներգիա չի խլում։ Վստահ եմ նկատած կլինեք։ Պատճառ առաջին՝ քրոնիկ սթրես եւ ադրենալինային հոգնածություն։ Երբ դուք անընդհատ նյարդայնանում եք, աշխատանք, ֆինանսներ, անձնական խնդիրներ, մակերիկամները անդադար արտադրում են սթրեսի հորմոններ՝ կորտիզոլ եւ ադրենալին։ Կարճ ժամանակում սա օգնում է մոբիլիզացվել, բայց ամիսներ շարունակ այս ռեժիմով ապրելուց հետո ձեր համակարգը պարզապես սպառվում է։ Հաջորդը դեպրեսիա եւ տագնապայնություն։ Դեպրեսիան պարզապես վատ տրամադրությունը չէ, այն փոխում է մեր ուղեղի քիմիան։ Նեյրոմեդիատորների պակասը բերում են նրան, որ նույնիսկ անկողնուց վեր կենալը թվում է հերոսություն։ Տագնապային խանգարումներ ունեցող մարդիկ էլ իրենց ներսում անդադար պտպտում են վատագույն սցենարները, ինչը հավասարազոր է ծանր ֆիզիկական աշխատանքի եւ էմոցիոնալ այրում բըրնաութ։ Սա այն վիճակն է, երբ դուք երկար ժամանակ տալիս եք ավելին, քան ստանում եք։ Սա վերաբերում է թե աշխատանքին, թե տոքսիկ հարաբերություններին։ Ուղեղը միացնում է անջատման կոճակը հոգնածության տեսքով, որպեսզի ձեզ պաշտպանի վերջնական կործանումից։ Եվ ահա, ինչպես գտնել ձեր անձնական պատճառը։ Գործողությունների պլան։ Հոգնածության դեմ պայքարելու համար պետք է գործել հետևողականորեն։ Ահա այն պարզ քայլերը, որոնք կօգնեն կողմնորոշվել։ Քայլ առաջին՝ վերլուծեք ձեր կենսակերպը։ Ջուր, քուն, սնունդ, շարժում։ Քայլ երկրորդ՝ հանձնեք բազային արյան անալիզներ՝ հեմոգլոբին, ֆերրիտին, վանաձև գեղձի հորմոններ, վիտամին D, վիտամին B12։ Հաջորդը՝ գնահատեք ձեր էմոցիոնալ վիճակը՝ սթրես, աշխատանքային այրում, տագնապ։ Եվ վերջինը՝ դիմեք համապատասխան մասնագետի՝ թերապևտ, էնդոկրինոլոգ կամ հոգեթերապևտ։ Ինչ անալիզներից սկսել։ Եթե որոշել եք բժշկի դիմել, ահա այն նվազագույն ցանկը, որը լույս կսփռի իրավիճակի վրա։ Առաջին՝ արյան ընդհանուր քննություն, ցույց կտա հեմոգլոբինի մակարդակը եւ բորբոքումները։ Ֆերրիտին, սա օրգանիզմում երկաթի պաշարն է։ Հեմոգլոբինը կարող է նորմալ լինել, բայց պաշարները դատարկված լինեն։ Հաջորդը TSH, TTG, վանաձև գեղձի հիմնական ցուցիչն է եւ վիտամին D եւ վիտամին B12։ Կարևոր ոսկե կանոն՝ մի փորձեք հոգնածությունը սպանել մեծ քանակությամբ սուրճով կամ էներգետիկ ըմպելիքներով։ Կոֆեինը չի տալիս էներգիա, այն պարզապես վարկով վերցնում է ձեր օրգանիզմի վերջին պաշարները ապագայից։ Հետո ստիպված եք լինելու վերադարձնել այդ պարտքը կրկնակի հոգնածությամբ։ Սկսեք ամենապարզից։ Այսօրվանից խմեք 1 բաժակ ավելի ջուր, քնելուց 1 ժամ առաջ մի կողմ դրեք հեռախոսը եւ պլանավորեք արյան բազային անալիզ։ Ձեր մարմինը ձեզ շնորհակալություն կհայտնի բարձր էներգիայով։ Սիրելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը ձեզ օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ։ Նաև նշեք, արդյոք ունեք քրոնիկ հոգնածություն, հետազոտվել եք, թե ոչ։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին հաջորդ տեսանյութերը բաց չթողնելու համար։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։